էներգիան օգտագործել դրական միտումներով։ Սիրելի երկորյակներ, ձեր 11-րդ տունն է ապագայի երազանքների, համախոհների տունը, դա համացանցն է, լրատվամիջոցն է, սիմվոլիկ այն սեքսիլ դիրքավորում է կատարում ձեր արևին կամ այն նրանք, ովքեր ասցենդենտով են երկորյակ, կամ հստակ այս մեկնաբանումը աշխատում է նրանց համար, ովքեր ասցենդենտով են գտնվում երկորյակի ազդեցության տակ կամ լուսնով։ Ասցենդենտը այն բնորոշում է, ասցենդենտի մեկնաբանումները նրանք համընկնում են ձեր իրական քարտեզի այդ ոլորտների հետ, ուստի ովքեր գիտեն իրենց ծնված ժամն ու րոպեն եւ գիտեն իրենց ասցենդենտը, իմացեք, որ սա շատ լուրջ կանխատեսում է նվիրված ձեր ասցենդենտին եւ ձեզ։ 11-րդ տունը դրանք ապագայի հետ կապված հարցեր են, անսպասելի արագ փոփոխություններ կարող եք ունենալ եւ վերջը գիտեք, որ 2025 թվականի մայիսի 25-ից Սատուրնը կանցնի Խոյ, արդեն այդ հնարավորությունները ձեզ կտրվեն, որտեղ 23-24 թվականին մանավանդ առաջին տասնօրյակի երկորյակները բավականին այսպես նրանց մոտ գործերը կանգ էր առել, երկարատև խնդիրներ չլուծվող պրոցեսների մեջ էին հայտնվել, նույնիսկ դատաիրավական այդ պրոցեսների մեջ չէին կարողանում ազատ տեղաշարժվել, գործել, խոսել եւ ի գործ անցեք սիրելի երկորյակներ, նոր հնարավորություններ կան, բայց զգուշ եղեք, գիտեմ, որ շատ շտապում եք։ Այսօր մի աղջկա հետ էի խոսում, որի միայն արևն էր գտնվում ցուլում, այնքան շտապում էր, այնքան արագ էր խոսում, ասեցի կամ Խոյի ազդեցության տակ է սնված կամ երկորյակ։ Ինչն է հետաքրքիր, ասես ցուլի ազդեցության տակ եմ, քարտեզը նայում եմ, արև, Մերկուրի, Վեներա, Լուսին, Մարս, բարձրացող հանգույց երկորյակի կենդանակերպում, տիպիկ երկորյակ, նա միայն իր արևի դիրքով, այսպես առաջին հայացքից հանգիստ է երևում, բայց նրա հետ շփվելիս ես շատ փոփոխական որակներ տեսա նրա մոտ, ակտիվ շփվում էր, բայց հասկացա, որ նա երկար աշխատանք ունի տանելու ինքն իր հետ, որպեսզի կարողանա մարդկանց կարծիքը, դրական կարծիք ձևավորի մարդկանց մոտ, այդքան մոլքավորներ ուղղակի նրան խանգարում են եւ այն բարդ դիրքեր ուներ Պլուտոնի հետ այդ միացումը։ Սիրելի, եթե դիտարկում եք աղեղնավորների փաստորեն 5-րդ տունն է։ Տեսեք, եթե 11-րդ տունը դա երեխաներն են, բայց այն երեխաները, որոնք կամ ամուսնուն են, կամ որդեգրված երեխան են, կամ այդ սովորական ճանապարհով այդ երեխաները ուղղակի լույս աշխարհ չեն եկել, դա երկորյակների մոտ է։ Աղեղնավորների մոտ 5-րդ տունը եւ վերջ հանդիպում եմ մի աղեղնավորի, որը